Մարտի 20-ից 26-ը Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնն անցկացրել է կամերային ներկայացումների փառատոն նվիրված թատրոնի 90-ամյակին։ Փառատոնի մեկնարկը տրվել է Նիլ Սայմոնի «Կրքոտ Սիրահարը» ներկայացման առաջնախաղով, այն բեմադրել է Նունե Խեչումյանը։ Կամերային փառատոնի շրջանակում ներկայացումներով հանդես են եկել Գյումրու և Երևանի թատրոնները։ Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է։ Թատերական գործիչների միությունն ավանդաբար այդ օրն է անցկացնում Արտավազդ մրցանակաբաշխությունը։ Այն առաջին անգամ անցկացվել է Կապանում ու նվիրվել է Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնի 90-ամյակին։ Ամենամյա թատերական տոնակատարությունը մարզում անցկացնելու նախաձեռնությանը աջակցել են Սյունիքի մարզպետարանն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Թատրոնի միջազգային օրվա շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության նախաձեռնությամբ դպրոցականների և երիտասարդների համար անցկացվում է թատերական շաբաթ ծրագիրը։ Դպրոցականները հնարավորություն ունեն լինելու դիմահարդարման, լուսաձայնային տեխնիկայի, բեմական հագուստների սենյակներում, ծանոթանալ ետնաբեմի կառուցվածքին։ Դերասանները զրուցում են աշակերտների հետ ու պատասխանում են նրանց հարցերին, անցկացնում են վարպետության դասեր, թատերական ընթերցումներ, ինտերակտիվ ներկայացումներ։ Մարտի 26-ին և 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024 թվականի կրթաթոշակառուների գալա համերգը։ Պատանի երաժիշտները բեմ են դուրս եկել ու ցուցադրել են իրենց հմտությունները, որ կատարելագործել են ողջ տարվա ընթացքում հիմնադրամի կրթական ծրագրի շրջանակներում։ Համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի հիմնադրամի տաղանդավոր երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերին։ Գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, գեղանկարիչ Վլադիմիր Քոչարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացումը։ Մասնակիցները արժևորել են նրա ավանդը, խոսել են նրա ազնվական, լուսավոր կերպարի մասին։ Մարտի 25-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել գալա համերգ նվիրված երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին։ «Սիրով լի կյանք» խորագրով համերգին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մենակատարներ Ինգա Արշակյանը, Գոռ Սուջյանը, Գուրգեն Բավեյանը և Ժյուլ Գրիզոնը։ Համերգը կազմակերպել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հետ համատեղ։ Այս տարի նշվում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում մարտի 25-ին Լայպցիգի Ֆրիդրիխ Էբերտ Շտրասե 27 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը։ Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է այդ հասցեում։ Գերմանիան առանձնահատուկ դեր է խաղացել Իսահակյանի կյանքում։ Նա մի քանի տարի ապրելով Լայպցիգում ու Բեռլինում ուսումնասիրել է եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն, ակտիվորեն շփվել է ժամանակի առաջադեմ գրական ու քաղաքական շրջանակի հետ։ Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 26-ին ժամը 19-ին կհնչի ֆրանսահայ ռեժիսոր Անդրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունը։ Դրանք կկատարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ֆրանսիա գաղթած հայ ընտանիքի պատմությունը ներկայացնող «Մայրիկ» ֆիլմի երաժշտության հեղինակը ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան-Կլոուդ Պետիտն է։ Համերգը նվիրվում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։ Ջազի ծնունդը Հայաստանում խորագրով համերգային երեկոյի է հրավիրում Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ Համերգը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում ապրիլի 1-ին ժամը 20-ին։ Միջոցառման ընթացքում կցուցադրվի Հայաստանի պետական ջազ նվագախմբի ստեղծման պատմության, անցած ճանապարհի մասին վավերագրական ֆիլմ, ապա նվագախումբը կներկայացնի հատուկ ընտրված համերգային ծրագիր։ Ապրիլի 7-ին ժամը 19-ին ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի և ֆրանսահայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի համերգը նվիրված մայրության և գեղեցկության տոնին։ Ծրագրում կներկայացվեն Սերգեյ Ռախմանինովի, Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները։
Երաժշտության կասկադ համերգաշարը ներկայացնում է Թիբո Մենիլոյի մենահամերգը։ Նա ֆրանսիացի ժամանակակից դաշնակահար է, հայտնի է իր իմպրովիզ կատարումներով, նորարարական մոտեցումներով։ Իմպրովիզներ կհնչեն Բախի, Ռավելի, Դեբյուսիի, Կոմիտասի, Գյուրջիևի, Պապաջանյանի, հայկական ժողովրդական երաժշտության մոտիվներով։ Թիբո Մենիլոյի համերգը նախատեսված է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ապրիլի 18-ին ժամը 20-ին։ Սիմֆոնիկ ռոք հանուն երեխաների առողջության։ Ապրիլի 15-ին ժամը 19:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բարեգործական համերգ տեղի կունենա։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը։ Համերգային ծրագիրը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը, որպես մենակատար հանդես կգա կիթառահար Վարդան Գաբոյանը։ Ապրիլի 7-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը աշխարհահռչակ Օլա Օնաբուլեի մասնակցությամբ։ Նա բրիտանաբնակ նիգերիացի կատարող է, ներկայացնում է երաժշտական մի քանի ուղղությունների համադրություն։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ին եւ 2-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի Ռոստամ եւ Զոհրաբ օպերայի առաջնախաղը։ Ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Լորիս Ճգնավորյանն է։